պայմաններ, օրինակ եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, բայց այսպես ամեն դեպքում լարվածությունը մնա, Հայաստանը այս պայմանագրով Եվրամիության երբ միանում է, կարող է մասնակցել, այսինքն այդ խումբ ուղարկել այնտեղ այդ աշխատանքներին մասնակցելու համար։ Մենք ավելի պատկերավոր հասկանալ, թե ինչ է տալիս Հայաստանին այս պայմանագիրը։ Ինչպես նշվեց նիստի ընթացքում, սա տալիս է հնարավորություն, այսինքն հնարավորություն ստանալու հրավեր եւ որոշում ընդունելու մասնակցել այդ առաքելություններին կամ չմասնակցել։ Առանձին դեպքերում բնականաբար առանձին որոշումներ կկայացվեն, այսինքն սրա մասին է այս համաձայնագիրը։ Այլ որ թեժ կետերում հնարավոր է, որ այս մեր Հայաստանի ինչ-որ մասնակիցներ միանան։ Եվ Հայաստանին ինչ է տալու ընդհանուր առմամբ։ Ես հիմի չեմ կարող կոնկրետ ասել, որտեղ Հայաստանի մասնակցությունը կլինի, ինչպես նշեցի, առանձին հրավերներ կլինեն եւ կկայացվեն որոշումներ մասնակցության կամ չմասնակցության մասին։ Հիմի այս պահին մանրամասնել թե որտեղ Հայաստանը կմասնակցի վաղաժամ է, իսկ ինչ է տալիս Հայաստանին, ինչպես նշեցի նիստի ընթացքում եւ ինչպես գործընկերներն են նշեցին, դա տալիս է առաջին հերթին հնարավորություն ծանոթանալու եւ ապագայում կիրառելու միջազգային փորձը ճգնաժամերի կառավարման տարբեր ոլորտներում։ Այսինքն առանց զենք են, չէ՞, ինչպես հասկացա։ Որոշ դեպքերում կարան զենքով լինեն, մյուս դեպքերում առանց զենք, այսինքն ճգնաժամային կառավարումը ԵՄ դա տարբեր ոլորտներին է վերաբերում, այդ թվում կարող են լինել բժիշկներ, կարող են լինել սակրավորներ, տարբեր։ Այս ֆոնի վրա, պարոն Սաֆարյան, հետաքրքիր է, որ Հայաստանը կրկին չի մասնակցելու հաղթի վերջին նախատեսված համաժողովին, բայց միաժամանակ կարծես Ռուս պաշտոնյաներ տեղեկացրել են, որ հայտարարել է համաձայն է այսպես այդ խորհրդաժողովի ժամանակ ներկայացված փաստաթղթերին։ Սա ինչպես է գնահատում, դեռ Հայաստանը սառեցված է, բայց շարունակում է մնալ հապկում եւ այս մանյովրը չենք մասնակցում, բայց պատրաստ ենք համաձայն ենք բոլոր փաստաթղթերի հետ։ Սա ինչպես է գնում։ Եվ զուգահեռ այդտեղ չեք մասնակցում, այստեղ Եվրամիության հետ կապված այսպիսի համաձայնագիր է ստորագրում։ Այսպես է քաղաքական կա թե պետք չի կապել այս երկու գործընթացները կամ դրվագները իրար հետ։ Հապկի հետ կապված Հայաստանի ձևաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, ինչպես դուք նշեցիք, եւ չենք խոչընդոտում որոշումներ, չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Իսկ այս համաձայնագիրը ես չէի կապի որևէ կերպ այլ ինչ-որ գործողությունների հետ Հայաստանի դիվանագիտական կամ քաղաքական։ Պարոն Սաֆարյան, եթե չեք խոչընդոտում փաստաթղթերի այսպես ստորագրմանը, ընդունմանը եւ հայտարարում եք, որ սառեցնում է Հայաստանի մասնակցությունը այս ամենին, ի՞նչն է խանգարում դուրս գալ, որ ոչ մի բան Հայաստանը այս կառույցում չի ուզում անել, չի խանգարում, չի օգնում, չի մասնակցում, ո՞րն է պատճառը, որ դեռ հապկում եք մենք։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպեսին է։ Ես հավելում չէի անի դրա մասին, այսինքն հայտարարված քաղաքականություն այն ինչ որ նշեցի։ Պատճառ կա մնալու, ուզում եք հասկանալ, պատճառը ո՞ր է, որ դեռ հապաղում ենք, մնում ենք։ Այդ քաղաքականությունը հանրությանը չի բացահայտում, ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, բայց այս փուլում այսպեսին է քաղաքականությունը։ Մտավախություն կա, որ ռուսների հետ հարաբերությունները կարող է ավելի լարվեն, դրա համար եք այսպես ոչ այստեղ եք, ոչ այնտեղ եք։ Մենք այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք։ Հնարավոր է մի օր էլ դուրս գա հապկից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը, որ դուրս գա հապկից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում
մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք բնականաբար դրա մասին։ Պարոն Փոխնախարար, խնդրում եմ ասեք, ինչ փուլում է խաղաղության գործընթացը եւ արդեն ժամկետներ նախանշված է, թե նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը երբ հնարավոր ստորագրել եւ երկրորդ հարց խնդրում եմ մանրամասնել նաեւ, թե ինչ փուլում է սահմանագծման գործընթացը, տեղաշարժ կա, թե ստատիկ միջակայքում եք։ Խաղաղության գործընթացի մասին մանրամասն անդրադարձ կատարվել է մեր նախարարի կողմից հենց ազգային ժողովում իր ելույթի ընթացքում։ Ես այս փուլում հավելյալ որևէ բան չէի ավելացնի, գործընթացը նորմալ շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի, այդ առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, եթե լինեն, այսինքն դա process է, որը որ իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների կողմից եւ մենք միշտ հաղորդագրությունների միջոցով տարածում ենք այն ամենը, ինչ որ կատարվում է ուղղությամբ։ Շարունակվելու։ Մեր Գրիգորյան ասել էր, որ սահմանազատում նաև Թրամփի Ուզում են կապած ասում են, որ Սյունիք հոգնարել։ Շատ լավ, այդ հայտարարությանը այս բանին ես ավելացնելու բան չունեմ, եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն դրա մասին։ Ոչ։ Աշխատանքներ հիմա տարվում են այս ուղղությամբ։ Անընդհատ աշխատանքներ են տարվում։ Պարոն Փոխնախարար, ստորագրման ժամկետների հետ կապված հարցը կարծեք թե բաց թողեցիք, կան մոտավոր ժամկետներ։ Չէ, մոտավոր, այսինքն հստակ ժամկետների մասին չեմ կարող ուզում։ Պարոն Սաֆարյան, նաև թրիպի հետ կապված քննարկումներ ընթանում են եւ երկու ընկերություն, քանի ընկերություն կարող է լինել, որովհետեւ այսպիսի տեղեկություններ կան մամուլում, որ ԱՄՆ-ից ասել են, որ եւս երրորդ կողմ պետք է լինի, բացի այն, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն նաև մեկ ընկերություն Ռուսաստանից պետք է լինի, արդյոք նման առաջարկ, ակնարկ արվել է ԱՄՆ-ի կողմից որպես երրորդ ընկերություն պետք է։ Չեմ լսել այդպիսի տեղեկատվություն, քննարկումները ամերիկյան կողմի հետ հիմա շատ ակտիվ ընթանում են, որևէ այլ մանրամաս այս բանը ես չեմ կարող դրա մասին հայտնել, այսինքն չկա այլ որ հայտնեմ։ Իսկ մեր պատկերացումները ինչպիսին են, ինչ ընկերություններ կարող են լինել եւ կան բացառություն, որ օրինակ հնարավոր չի Թուրքիայից որևէ կազմակերպություն ներգրաված լինի։ Այդ երկու կողմերն են որոշելու, բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու, որ պետք է Հայաստանի դիրքորոշումը։ Այն ինչ որ կարտահայտվի այդ որոշումների մեջ, այս փուլում պետք չի ավելի մանրամասն խոսել դրա մասին, բայց բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Հիմա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության հիմնման մասին։ Իրենց պատկերացումների կամ պահանջների մասով։ Չէ, այս բանը չեմ կարող խոսել դրա։ Սաֆարյան, երբ ռուս-ուկրաինականի դեպքում մենք տեսնում ենք, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ամեն դեպքում պայմանավորվածությունների փորձում են գնալ։ Այսինքն դուք բացառում եք, որ հարավային Կովկասում, որը մշտապես համարվում է Ռուսաստանի այսպես ազդեցության գոտին, նույն Թրամփի ուղու հետ կապված այսպես համաձայնություն լինի, ինչի նման մամուլում այդ հոդվածը կար, որ պետք քարտուղարի օգնականի վերջին այցի տարածաշրջան այցի ժամանակ հենց դա է ասվել, որ երրորդ ընկերությունը կարող է ռուսականը լինել եւ սա ըստ այդ հրապարակման շոկ է առաջացրել Հայաստանի իշխանությունների մոտ։ Իսկն բացառում եք, որ հնարավոր է նույն հարավային Կովկասում Ռուսաստան-Միացյալ Նահանգներ համագործակցություն լինի։ Գիտեք, ես նախ այդ հրապարակումը չեմ տեսել, երկրորդը խոսել մի բանի մասին, որ փաստ չի, ես չեմ ուզենա, որտեվ այդպիսի ենթադրությունների վերլուծություն կամ ենթադրությունների
չգիտեմ, մեկնաբանություններ չի ուզում։ Բացառում եք համագործակցություն Այսինքն ռուսական ընկերությունը մեզ համար ընդունելի կլինի, եթե Մենք առաջնորդվում ենք այն փաստաթղթերով, այն դեկլարացիայով, որը որ ստորագրվել է։ Հավելյալ մեկնաբանություններ ես չեմ կարող։ ռուսական ընկերությունը, պարոն Սաֆարյան,